Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 3-ից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել է հերթական բարեգործական առողջապահական ակցիան։ Ուշադրության առանցքում ոչ միայն մեր երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջանների բնակիչներն են, այլ նաեւ նրանց մտահոգող առողջական եւ սոցիալական խնդիրները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ակցիայի մեկնարկն ազդարարվել է ամենահեռավոր Սյունիքի մարզից։ Լիարժեք բուժօգնություն պետք է ստանան խոցելի բոլոր խմբերը, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից։ Կապ չունի կուսակցական պատկանելությունը, դա մարդկային ակցիա է, որպես ժողովրդական ակցիա է, որ դա կատարում ենք հանուն մեր ազգի, մեր ժողովրդի, որտեղ այսօր տնտեսական վիճակները ծանր են։ Քանի օր որ պետք լինի, ուրեմն նրանք պարտավոր են մնալու, ստուգելու, բուժելու։ Սահմանամերձ Ագարակ քաղաքն առաջին վայրն է, ուր մեկնում են Էրեբունի բժշկական կենտրոնի 15 առաջատար մասնագետները։ Երևանից ժամանած բժիշկների օգնությանն են եկել դիմելու նաև Մեղրիի ու Հարակից շրջանների բնակիչները։ Մեկ օրվա ընթացքում 300 այցելու։ Նրանցից յուրաքանչյուրն արժանանում է ոչ միայն հոգատար վերաբերմունքի, այլև ստանում համապատասխան բուժօգնություն ու դեղորայք։ Իսկ առավել բարդ առողջական խնդիրներ ունեցողներն ուղեգրվում են Երևան անվճար հետազոտության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատվելու նպատակով։ Շատ հեռու ենք ապրում, Մեղրին շատ ծայրամասում է, բայց որ այսպես բաներ ալինում, բոլորս ուրախանում ենք։ Ես մի անգամ վիրահատվել եմ Երևանում ուղեգրով, անվճար, պատրաստում եմ երկրորդ վիրահատությանը, էլի ուղեգրով։ Թեև տարածաշրջանում կան բժշկական կենտրոններ, փոխարենը մի շարք մասնագետների պակաս է զգացվում, ոչ միայն սպասված, այլ նաև խիստ անհրաժեշտ։ Տեղացիներն արդեն բարի ավանդույթի վերածված հերթական ակցիան ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին են համարում։ Այս անգամ անվճար բուժօգնության ավելացել է նաև մեկ այլ անակնկալ նախաձեռնություն։ Բոլոր նրանք, ովքեր ունեն տեսողական խնդիրներ, բուժմանը զուգահեռ նաև համապատասխան օպտիկական ակնոցներ են ստանում։ Տեսողության խնդրեմ ունի, եկա աչքի բժշկի մոտ, ստուգեց եւ ակնոց նշանակեց։ Շատ շնորհակալություն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Բուժում նշանակեցին, դեղեր տվեցին, ակնոց տվեցին, շատ շնորհակալ եմ։ Մինչև ուշ երեկո մարդկանց հոսքը չդադարեց Քաջարան եւ Կապան քաղաքներում, որտեղ բժիշկների կողմից չանտեսվեց անգամ ամենավերջին հիվանդը։ Նրանցից շատերն առաջին անգամը չէ, որ մասնակցում են ակցիային, իսկ որ այն սպասված էր ու խիստ անհրաժեշտ, վկայում են հենց տեղաբնակները։ Հարյուրավոր կիլոմետրերի հեռավորություն գումարած ֆինանսական դժվարություններ, մայրաքաղաք հասնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն։ Հետևաբար ակցիան առողջականից բացի նաև սոցիալական խնդիր է լուծում։ Այդ ուղղագիրը տված է, որ գնամ Երևան անվճար աչքս օպերացիայինի։ Մտել եմ սրտաբանի մոտ, շնորհակալ եմ նրանց բարեհամբույր վերաբերմունքից։ Վերցրել եմ ուղղագիր, որպեսզի գնամ Երևան եւ անվճար բուժվեմ իրենց մոտ։ Մեր հասարակության անունից շնորհակալություն հայտնենք պարոն Ծառուկյանին, միշտ իր կատարած բարեգործությունները օգուտ տալու մեր ժողովրդի, մեր հանրապետության համար։ 1500 այցելու միայն Կապան եւ Քաջարան քաղաքներում Էրեբունի բժշկական կենտրոնում անվճար հետազոտվելու եւ վիրահատվելու համար ուղեգրեր են ստանում նրանցից 500-ը։ Տեսողական խնդիրներ ունեցող 1000-ից ավելի կապանցիներ ու քաջարանցիներ էլ տուն են վերադառնում համապատասխան ակնոցները ձեռքին։ Երախտագիտությանը հաջորդում է համոզմունքը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ու բարեգործի աջակցությանը միշտ ու տարբեր առիթներով են ականատես եղել, սակայն հերթական անվճար բուժակցիան մեկ անգամ եւս հաստատում է. Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից հեռավոր ու սահմանամերձ համայնքները երբեք չեն անտեսվում։ Իրա այս լավ բարեգործ գործերով ոնց որ ասած ժողովուրդը իրան սիրում է։ Ես սիրում եմ իրան, ինքը ինձ համար որպես ինձ համար տղա, ես իրան հարգում եմ։ Շնորհակալություն պետք է հատենք այդ Ծառուկյանին այսպիսի միջոցառում մեր կազմակերպելու համար, հաճախակ են լինում այսպիսի օգնություններ, հատկապես ասեք իմ նման հաշվանդամներին։ Շատ շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին իր մեծ սրտի եւ մեծ հոգու, մեծ ֆինանսական օգնության համար։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում այն անձնավորությունն է, որին բոլորին ձեռը մեկնում։ Այն, որ հեռավոր շրջանների մեր հայրենակիցները միշտ էլ աջակցության կարիք ունեն, վկայում են նաև բժիշկները։ Հետևաբար մարդկանց օգնելու եւ բարի գործ կատարելու ցանկությունն է, որ հերթական անգամ նրանց դարձրել է այս նախաձեռնության մասնակիցը։ Ամբողջը արվում է միայն մի նպատակով ժողովրդի բարօրության համար։ Նման ակցիաները շատ պետք են հայ ժողովրդին։ 6-րդ այցելությունն է վերջին տարիներին Սյունիքի մարզ, մեր այցերը կշարունակվեն այնքան, ինչքան դրա կարիքը կունենա տեղի ժողովուրդը։ Ամենաթեթև հիվանդությունից մինչև ամենալուրջ առողջական խնդիրներ, բուժսենյակների առջև կուտակված հերթերը ամբողջ օրվա ընթացքում չեն նոսրանում նաև Գորիս եւ Սիսիան քաղաքներում։ Մեծից մինչև փոքր յուրաքանչյուր այցելու բժշկի կողմից ստանում է անհատական մոտեցում ու համապատասխան բուժօգնություն։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով լիարժեք օգնություն պետք է ստանան բոլոր հիվանդները, իսկ անհրաժեշտության դեպքում բուժումը պետք է շարունակվի արդեն Երևանում մինչև հիվանդի վերջնական ապաքինում։ Հենց տեղում ոչ միայն դեղորայք, այլ նաև 1000-ից ավելի ակնոց։ Բուժհաստատություններից բոլորն են գոհ հեռանում։
Շնորհակալ ենք ամբողջ գորիսեցիների անունից, կարող եմ ասել այդպիսի բարերարներին, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է։ Լավ մարդ է, հայրենիքին նվիրված մարդ է, բարերար է, մեր ժողովրդի բարերար, ես գոհ եմ իրանից, թող երկար տարիների կյանք լինի իրան։ Գնահատում են արվածը, պարոն Ծառուկյանը, եւ բոլորը մեկ մարդու պես հարգում եւ սիրում են, ինչպես արժանի հայի զավակին։ 6 օր շարունակ գիշեր թե ցերեկ Երևանի բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները ընդունեցին մարզի բոլոր համայնքների ավելի քան 3000 բնակչի, 1000-ից ավելի ուղեգրեր ստացան ամենատարբեր հիվանդություններ ունեցող անձինք, նորակնոցներ ստացավ 3000-ից ավելի սյունեցի, տեղի բուժհաստատությունները համալրվեցին անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով, եւ այսպես հերթական բարեգործական ակցիան Սյունիքի մարզում այս անգամ եւս հաջողությամբ է ավարտվում։ Ջերմ ու անկեղծ երախտիկի խոսքեր ու բազմահազար բարեմաղթանքներ, չնայած հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությանը, Սյունիքի մարզի բնակիչները համոզված են, շարունակական այս նախաձեռնությունը չանտեսված լինելու եւ սրտացավ վերաբերմունքի լավագույն վկայությունն է, իսկ Սյունիքին հաջորդելու է արդեն Տավուշի մարզը։ Վարդուհի Մելտոնյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։